Նախկին հարցին, պարոն Սիմոնյան, դուք փաստորեն շարունակում եք պնդել, որ Հայաստանում ընդդիմադիր խոսքը չի լրացվում, ընդդիմադիր падգամավորները ասում են 40 քաղբանտարկյալ։ Հարգելիս, ո՞րն է ընդդիմադիր խոսքը, թուրք, դավաճան, հողատուն, կասեք ինչի մասին են խոսում մեր ընդդիմադիրները, վերջի, մի րոպե, եկեղեցին արդեն դարավ ընդդիմություն, շատ լավ գնա, շատ լավ, օրինակ եք բերում, կվերադառնամ, պատասխանեմ ու գգամ, հա, տեղ չգնաս։ Հայաստանի Հանրապետություն քաղաքական ընդդիմախոսություն չկա, քաղաքական ընդդիմախոսներ չկան, կան մարդիկ, ովքեր որ վիրավորանքներ են հնչեցնում, որևիցե բան չեն առաջարկում։ Խնդրում եմ ասեք, ինչ առաջարկներ են արել վերջի ժամանակահատվածում, որոնք քաղաքական նշանակություն ունեն, խաղաղության հետ կապված, չգիտեմ, պետության ապագայի հետ կապված, բացի Ռուսաստանի եւ Բելարուսի կազմում հայտնվելու մասին մեր ընդդիմադիր գործընկերներ ինչ քաղաքականություն են իրանք առաջարկում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։ Ո՞րն է այդ քաղաքական ընդդիմադիր խոսքը։ Իսկ ինչ վերաբերում է այն մարդկանց, ովքեր որ բանտերում են, ասեմ ավելին, մենք ուշացրել ենք դա։ Մենք ուշացրել ենք, երբ որ երկաթե մանդատ արտահայտություն ասում ենք, ժողովուրդը մեզ մեղադրում էր եւ դուք մեզ նաեւ հարց եք տալի, ասում եք, բա ուր է երկաթե մանդատը, խիչի գործում երկաթե մանդատը։ Այսինքն այն մարդիկ, ովքեր որ հանցագործություն են անում, հետո տեխնատություն են դնում, պետք է այնուամենայնիվ չպատժվեն։ Այսինքն նոր թափ եք հաղորդելու կալանավորումներին։ Ուրեմն նախ ես չէ, որ ես նոր թափ չեմ հաղորդում, ես քաղաքական գործիչ չեմ, բայց ես ասում եմ, որ երկաթե մանդատը սկսել է գործել, մուրճը գործում է, գործելու է ու հերթով իջնելու է տարբեր հանցագործ տարերի, սաքուլիկների, վարդանիկների, ես երբ եմ ասել, որ վարդանիկի տեղը բանտում ասենք, 5 ամիս առաջ եմ ես դա ասել, կամ եթե ես չասեի, դուք չգիտեիք, որ այդ մարդը տարբեր տեսակի բաների մեջ բանարածա փոխկապված, ուզում հասկանանք, հիմա վերադառնանք Ռուզանի հարցին, եկեղեցում ինչ էին արել, մի հատ նորից կասես, այո, եկեղեցում չի կարելի բղավել, որտեվ դա Աստծո տունն է, ես այո, ծափ տալ կարելի է, մեծարել կարելի է, Աստծուն, ուրեմն կրկնում եմ, եկեղեցում բղավել չի կարելի, եկեղեցին վերածել քաղաքական միտինգի չի կարելի, այն բանը, որ քաղաքական գործիչները գնում են եկեղեցի, դա նորմալ է, բայց որ եկեղեցում դու սկսում ես քաղաքական բան, տենց բղավեցին, դրա համար եկեղեցին այսօր ոչ թե եկեղեցին, այլ եկեղեցու որոշ մարդիկ դարել են ոչինչով չտարբերվող, ասենք չգիտեմ, չէ, մարդ կուսակցության տրամաբանության մեջ գտնվող մարդն է։ Այս իրակի մասնակցելու եք հանեն Բարսելոնան, այսինքն այդպես պետք է հանեն քաղաքացուն, որը լավ, ենթադրենք ձեր ասածով առաջնորդենք չէր կարելի լողալ։ Պետք է մարդուն բռնեին, բերանը ուժեղ փակեին ու չպրտեին։ Չէ, բռնեին, բերանը ուժեղ փակեին, թույլ փակեին։ Կադրեր տեսել եք, այդ մարդը չէր կարելի։ Արդեն չէր կարողանում շնչեր։ Դուք կողքը կանգնած եք, զգում եք, որ ինքը դժվար է շնչում։ Ռուզաննա ջան, ուրեմն այն պարագայում, երբ որ այդքան հազարավոր մարդիկ են կամ հարյուրավոր մարդիկ են կամ 50 մարդ է հավաքված, այդ իրավիճակում հիմա ասել մի քիչ բերանը նենց փագեիք, որ շրթունքները բան չեն, լավ, խնդրում եմ, էլի, եկեք լուրջ բաներից խոսա։ Հիմա ուզում հասկանամ, քաղաքական խոսակցության, ես ասում եմ քաղաքական խոսույթ չունի ընդդիմությունը, դու այդտեղից ինձ ընդհատում ես, ասում ես, ոչ, եկա, տենց բան ու սկսում ես, ուրեմն այլախոհություն, Ռոզաննա ջան, դու այլախոհության, Կարինեն այլախոհության եւ մնացած բոլոր այլախոհության ամենավառ ապացույցներն եք։ Այսինքն դուք այլ կարծիք արտահայտելու համար դուք երբևիցե խնդիր ունեցել եք։ Դա լավ չի խոսում ձեր մասին, դա լավ չի խոսում։ Ես օրինակ ունեցել եմ այդ խնդիրները, որտեղ երբ որ ես հրապարակային գործունեությամբ եմ զբաղվել, իմ նկատմամբ, իմ եղբոր նկատմամբ այն ժամանակ եղել է հետապնդում, եղել են ճնշումներ։ Ես զարմանում եմ, որ Սերժի եւ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ ձեր մոտ դա չի եղել, դա նշանակում է, որ ինչ-որ համահունչ եզր եք գտել։ Մարդկա եղել է։ Պարոն Սիմոնյան, խաղաղության պայմանագրի ստորագրման համար ինչ պետք է հիմա արվի։ Ցանկություն է պետք եւ կամք է պետք ադրբեջանական կողմից եւ կարծում եմ, որ այդ ցանկությունը եւ կամքը մոտ ենք մենք դրան եւ շատ հնարավոր է նախապայմանը հաղթահարելու համար դե խոսում ենք քննարկում ենք դե նախապայման չի ժողովուրդ դուք ասում եք նախապայման ես կարող եմ ասել որ դա անհանգստություն է այսինքն դուք այդ ձևակերպումը չեք տալիս բայց իրականում այն ինչ որ ինչի մասին դուք խոսում եք դա ադրբեջանական կողմի
չեմ ուզում կտրուկ բաներ ասել, ասեմ անհանգստությունն է, հա, որովհետև իրանք անհանգստանում են։ Ինչի համար են իրանք դա ուզում։ Իրանք դա ուզում են նրա համար, որպեսզի այսպես ասած թղթերով ամեն ինչ ճիշտ լինի, թղթերով ամեն ինչ բան լինի, ֆիքսված լինի, որտեղ կյանք է, կարա ամեն բան լինի, որպեսզի ապահովագրեն, որ վաղը մյուս օրը նոր պատերազմի առիթ չի լինի, որը իրականում լավ ցանկություն է, այլ հարց է, որ մենք մեր կողմը համարում է, որ այտենց հարց մեծ հաշվով բարձրացնելը տեղին չի եւ այդ հարցը լուծված է։ Ինչը չենք անելու։ Այս իրենց անհանգստությունները չեք փարատելու։ Լսեք, մենք ակնհայտ է, թե մեզ, թե ադրբեջանական գործընկերներին, թե աշխարհին, թե ելույթներին, որոնք որ ստեղ հնչում էին, որ Հայաստանը ամեն ինչ արել է, իր ուժերից էլ նույնիսկ վեր արել է, որպեսզի տարածաշրջանում խաղաղություն լինի, եւ տարածաշրջանում խաղաղություն այնուամենայնիվ փխրուն, բայց հաստատվել է այդ խաղաղությունը։ Եվ հիմա մենք պետք է շարունակենք, ինչպես ասվում է, անհանգստությունը, որ ունեն սահմանադրության մասով իշխանությունը Շորջ ջան, մենք ամեն ինչ արել ենք եւ ամեն ինչ անելու ենք, որ խաղաղությունը վերջնական պայմանագրի ձևով լինի, բայց դրանից էլ ավել հողի վրա խաղաղություն լինի, որտեղ մենք Վրաստանի հետ օրինակ խաղաղության պայմանագիր չունենք, բայց մենք խաղաղության մեջ ենք իրանց հետ, չէ՞։ Պետք է այդ հարցը մեզ ժամանակապետ, որ Ղարաբաղի բնակիչները ինչ որ պայի, ինչ որ մարդ, որ ուզենա վերադառնա այնտեղ, որ մենք տեսակ անհավանական բանակ, եթե 2 տարի է մենք իրար վրա այլևս չենք կրակում։ Սենց բան անկախությունից ի վեր չի եղել, հասկանում եք, ժամանակապետ, խնդրում եմ դա հասկացեք։ Շնորհակալություն։ Սիմոնյան, ձեր անվտանգության աշխատողները աշխատանքային օրերին ստեղի անվտանգությունն են ապահովում Շաբաթ-կիրակի Ստեփան Ասատրյանի անվտանգությունն։ Ո՞վ է Ստեփան Ասատրյանը։ Տեր Արամ Ես իմ աշխատակիցների հետ ինչ գործ ունեմ ուզում հասկանալ։ Սա ինձ Չէ, ճիշտ հարց չեք տալիս։ Ճիշտ չեք տալիս։ Ձեզ այդ շուտ մեկը դա գնա։ Ինձ սպասարկող մարդիկ չեն մասնակցում։ Հարգես պետական, ես չգիտեմ ինչի մասին եք խոսում։ Չգիտեմ ինչի մասին եք խոսում։ Քաղաքացիական հովանավոր։ Երևի ամենայն հավանականությամբ նկատել եք, այնտեղ էլի պաշտոնյաներ կային պաշտոնյաներ այնտեղ։ Կային Շաբաթ-կիրակի ուրիշի անվտանգություն։ Այսինքն ես որ շաբաթ-կիրակի քայլում եմ, իմ հետ անվտանգության աշխատակիցներ չկան։ Արի sense մի բան պայմանանք, երբ որ հարց ենք տալիս, իմանանք ինչի մասին ենք հարցնում։ Դու չգիտես ինչի մասին ես ասում։ Եթե ես հիմա գնամ պատարակի, եթե վաղը ես գնամ պատարակի, իմ սպասարկող տղաները իմ հետ գալու են, ճիշտ հազարդ։ Պետական պահպան, վարչապետը ընդեղ ա եղել, հետը պետական պահպանության աշխատակիցներն են եղել, ինչ նոր բան է, տեղյակ չէիք, որ վարչապետին պետական պահպանության ծառայություն։ Ոչ, պետական Ռիփսիմե ջան, գնա կճշտես կգաս ստեղ եմ, հա։ Հենց ստեղ իրականացնող ամբողջ ՊՊՑ-ն դա ՊՊՑ է։ Այսինքն ինքը մի մարմին է։ Դու որ ստեղ հարց ես տալիս, հետո կարողանում ես ինչ որտեղ հարցազրույցան ես։ Հա։ Դե իրանք են շարժական կոտրամանները։ Ազատ ժամանակ շատ ունեք, դիջեյությամբ եք սկսել զբաղվել։ Չեմ սկսել զբաղվել, իմ ընկերների համար եմ նվագում, ինչն է խնդիրը։ Չէ։ Գիշերները կարծում եմ մնում էր գիշերները ստեղ լինեի կամ գիշերները ձեզ հարցազրույց տայի։ Էլ ինչ հարցեր կան։ Շնորհակալություն։